Երևանի պետական համալսարանում կայացել է մինի MBA ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման և հավաստագրերի հանձնման արարողությունը։ Ծրագրի նպատակը բիզնեսի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ հաղորդելն է, մասնակիցներին տրամադրելով առաջնորդության, ռազմավարական մտածողության հմտություններ։ Միջոցառմանը մասնակցելու նման ծրագրերի կարևորությանն է անդրադարձել Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, խոսել անկախությունից առաջ և հետո գիտության զարգացման միտումների ու փուլերի մասին։ Խորհրդային Միության տարիներին դպրոցների, բուհերի և գիտական աշխատանքների գիտաարտադրական ու արտադրական միավորումների կապը հստակ է եղել, նշել է Հակոբ Արշակյանն ու փաստել։ Սեփականաշնորհման process-ի ընթացքում այդ գիտաարտադրական կտորը, որտեղ գիտությունը հանդիպում է արտադրությանը, դրանից հետո գնում է մաքուր արտադրություն։ Այդ կտորը ամբողջությամբ անվերադարձ վերացվել է։ Գիտությունը արդյունաբերությունից կտրվել է։ Հակոբ Արշակյանի գնահատմամբ այժմ գիտության և արդյունաբերության կապը թույլ է, որի պատճառով բազմաթիվ հարցեր են առաջանում հատկապես գիտության ֆինանսավորման արդյունավետության առումով։ Անընդհատ տարբեր օղակներից, պաշտոնյաներից, հիմնականում նաև հարկատուներից, այսինքն արտադրողներից, առևտրականներից հարցեր են լինում, թե գիտությանը, որ ֆինանսավորում են, դրա արդյունքը ո՞րն է։ Շատ դեպքերում տարբեր պատասխաններ են հնչում, հոդվածներ են տպվում, գիտական սեմինարներ եւ այլն, բայց ի վերջո մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապ։ Ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական միջավայրերում հաջողության հասնելու համատեքստում Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է նման ծրագրերն ու նշել. Նման ծրագրերով է, որ հնարավորություն է տրվում գիտությանը առնչվել արդյունաբերական զարգացման հետ, տեխնոլոգիաների հետ, տարբեր խաղացողների հետ, ներդրողների հետ, փիչեր անել գիտնականներին, իրենց գյուտերը, տեխնոլոգիաները, հնարավորությունները եւ հետաքրքրություն ստեղծել արդյունաբերության հետ առնչությունների։ Միշտ չի որ գիտական արդյունքը պիտի գնա արդյունաբերություն, բայց ավելի ու ավելի հաճախ պիտի լինի, որովհետեւ արդյունաբերությունը հնարավոր լինի չափել եւ դա ծառայի երկրին, տնտեսությանը, ուրիշ մարդկանց եւ այդպես շարունակ։ Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել ծրագրի արդյունավետությունն ու հաջողություն մաղթել մասնակիցներին։ Միջոցառումից հետո Ազգային ժողովի փոխնախագահը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Նշենք, որ կենտրոնում տեղադրվել է կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված գերհամակարգիչը։